Ինչի համար պետք է մարդը ինքզինք զսպե։ Անոր համար պետք է այսօրվան մարդուն հետ խոսիլ այսօրվան լեզվով, ինչը որ Քրիստոս ըսած է։ Այդ խոսքը բոլոր տարերուն համար նույնն է, չի գործընծներ իր ուժը, բայց իրենք չեն թողներ, որ մենք ամիջական կապ ունենանք այդ խոսքին հետ։ Անպայման միջնորդ կա, քահանա է կամ հայրերը։ Անոր պատճառով այս խոսքը գեհրանա մեզմե։ Հասիգա ամբողջ պատմությունն է, որ մենք թարերով չենք կրնար միանալ։ Ամեն ինչ ձուր է, ամեն ինչ շուր եկած է մեր եկեղեցի մեջ։ Սկիզբեն բամը սխալ կացած է, որովհետև երբ եղավ ազատությունը, զանգվածաբար մգրդվեցան, ովքեր չէին զղջացած եւ խոստովանած նույնիսկ։ Դարձան քահանա անոնք, որոնք քաղաքապար չունեին քահանայութենը։ Այդ ազատության սկիզբը այդպես եղավ, եւ անտին արդեն մեծ վնաս եղավ, ու հիմա մինչև հիմա չուղվիր։ Ես միշտ կմտածեմ, եթե այսօր բոլորը միասին կանգնին, պիտի ուղվի, բայց այդ բոլորին քաղաքապարը չկա մեր եկեղեցու մեջ։ Թե պետք է գոչվի միապանություն, բայց անտին միապանություն չկա։ Ինչքան ալ որ կքարոզեն սեր, համերաշխություն, անոնք անտին չկան, որովհետև մեր ժողովուրդը չի գիտեր։ Պետրոս առաքյալը այնքան սիրուն գրած է սիրելու մասին։ Ամեն ինչ կա, բացի սերը մեր եկեղեցու մեջ։ Ինչու է այդպես, որ սերը չկա, որովհետև այդ առաքինությունները չկան։ Գսե գիտություն պետք է լա այդ առաքինությունները ցերկ բերելու համար, որ ժուժգալությամբ, աստվածպաշտությամբ, եղբայրասիրությամբ, որ նոր քասերը։ Այդ աստիճանները մենք չենք անցնիր։ Շատ հստակ է մեր այս ինգած վիճակին պատճառը։ Մեկ այլ խնդիր, քաղաքական առաջնորդության խնդիրները եկեղեցու մեջ։ Մեզի ասած են պետք է միմյանց սիրենք, բայց չեն ասած թե ինչպես սիրենք։ Այո, մենք կսիրենք մեր բարեկամները ու ընկերները, բայց հերիք է մեկ խոչընդոտ մը առաջանա, այդ սերը կվերածվի ադելության։